Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր կանրադառնանք երկու թեմայի, որոնցից մեկը ունի արտաքին ուղղվածություն, մյուսը վերաբերում է մեր ներքաղաքական խնդիրներին։ Սկսենք թերևս արտաքինից։ Նիկոլ Փաշինյանը որպես խոս խանձելու սիրահար շատ լավ գիտի, որ մեզանում հատկապես գյուղերում տարածված է մի երևույթ, երբ մարդիկ առնում են որևէ խոս, ամբողջ տարի հոգ տանում նրա մասին, խնամում, կերակրում եւ նոր տարվա շեմին մորթում։ Այդ ողջ ժամանակահատվածում այդ խոզը իրեն երևակայում է իբր գտնվում է հուսալի ու անվտանգ ձեռքերում։ Եվ ամենայն հավանականությամբ իրեն համարում է ամենաերջանիկը բոլոր անասունների մեջ։ Եվ ահա այս խաղաղության դարաշրջան կոչեցյալը ճիշտ ու ճիշտ նման է այդ խոզին։ Երեք խոսքս բնականաբար փոխաբերական իմաստով նկատի ունեմ 3, Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ 3-րդ կարգի ցորեն։ Հաջորդ օրը Հայաստան եկավ ադրբեջանական բենզինը։ Վաղը թուրքական ավիաուղիները կազմակերպելու են ուղիղ եւ կանոնավոր չվերթ Երևանի եւ Ստամբուլի միջև։ Սակայն այդ խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի կնքվում։ Ինչպես գիտեք, հարգելի հետևորդներ, խաղաղության պայմանագիրը կնքելու համար պահանջվում է առնվազն 2 կողմ, որովհետև Հայաստանը չի կարող պայմանագիր կնքել ինքն իր հետ։ Թեպետ եթե կհիշեք, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նման բան առաջարկում էր, որ ինքը վաղ եւ հետ կստորագրի այդ պայմանագիրը։ Բայց ինչևէ, մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի անհեթեթությունները եւ անդրադառնանք այդ խաղաղության պայմանագիր կոչեցյալին։ Այն նույն ժամանակահատվածում, երբ մենք մարսեցինք 3-րդ կարգի ցորենը, երբ մենք պատրաստվում ենք մեր մեքենաները լիցքավորել ադրբեջանական բենզինով, երբ վաղը թուրքական ավիաուղիներով կթռչենք Ստամբուլ, այդ նույն ժամանակահատվածում Բաքվում կազմակերպվում է արևմտյան Ադրբեջանին վերաբերող համաժողովներ։ Այլ խոսքով ասած, Ալիևը չի հրաժարվում իր ծավալապաշտական եւ Հայաստանի գոյությունը առհասարակ մերժող գաղափարախոսությունից։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկեց, որ ինքը կհրաժարվի արցախցիների վերադարձի իրավունքից ու հրաժարվեց, թեպետ հրաժարվել էր վաղուց, փոխարենը Ալիևից ակնկալելով, որ նա կհրաժարվի իր արևմտյան գաղափարախոսություն, իր արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունից, կյանքը ցույց տվեց, որ Ալիևը ամենևին ոչ մի քայլ հետ չարեց։ Հետևաբար, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ խաղաղությունն այլևս իրականություն է, բայց իրականությունը այն է, որ այդ խաղաղությունը գոյություն չունի։ Համենայն դեպս այս պահին գոյություն չունի, որովհետև հնարավոր չէ կնքել երևակայական խաղաղություն մեկի հետ, որը առհասարակ շղթում է քո գոյությունը։ Այսօր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, ոչ թե խաղաղություն են, այլ ընդամենը կերակրման գործընթաց։ Այսինքն Ալիևը ի կատար է ածում իր գաղափարախոսություն չասենք, իր մոտեցումների երկրորդ դրույթը։ Առաջին դրույթով նա տանկերով մտավ Արցախ, իսկ երկրորդ դրույթով, ինչպես վաղօրոք հայտարարել է, մեքենաներով փորձում է մտնել Հայաստան, ինչին իդեպ նպաստում է Նիկոլ Փաշինյանը։ Որպես հիշեցում, շեշտենք, որ 90-ականների սկզբներին առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ Թուրքիայից հնչում էր ու ընդ որում շատ հաճախակի հնչում էր հետևյալ տեսակետը, որ հիմարություն է Հայաստանի հետ պատերազմը, որովհետև եթե չլինի այդ պատերազմը, իրենց ձևակերպմամբ մենք շատ արագ կվերցնենք ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Հայաստանը։ Ու ինչպես մենք տեսնում ենք, հարգելի հետևորդներ, այսօր Հայաստանը պարզապես էքսպանսիայի է ենթարկվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ըստ այդմ Ադրբեջանի տարածքով եկող ցորենը, ադրբեջանական բենզինը,
Թուրքական ավիաընկերությունների կանոնավոր չվերթների հաստատումը դրանք ոչ թե խաղաղության գործընթացներ են, այլ խաղաղության պատրանք, որովհետև իրական խաղաղությունը լինում է կնքված ու միջազգայինորեն վավերացված փաստաթղթերով եւ անվտանգության երաշխիքներով։ Իհարկե, սխալ է խաղաղության չձգտելը, սակայն կրկնակի սխալ է, երբ խաղաղության պատրանք է ստեղծվում, որովհետև նման պարագայում, երբ կողմերից մեկը ամենևին չունի իրական խաղաղության ձգտում եւ կողմերից մեկը քեզ դիտարկում է որպես խոչընդոտ իր գաղափարների իրականացման ճանապարհին, ապա այդ պատրանքի հաստատումը Հայաստանի իշխանությունների կողմից միանգամայն թուլացնում է մեր զգոնությունը եւ Աստված մի արածե, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքով այդ ցորենը, բենզինը, ավիաընկերությունը եւ այլն հանդիսանան այն կերակուրները, որով մեզ պարարտացնում են վաղը մորթելու համար։ Հետևաբար հարգելի հետևորդներ, ինչ էլ լինի, որքան էլ մենք ձգտենք խաղաղության, այնուամենայնիվ երբևէ եւ ոչ մի պահ չպետք է թուլացնենք մեր զգոնությունը այնքան ժամանակ, քանի դեռ, ելի եմ շեշտում, խաղաղության պայմանագիրը կնքված չէ, ու քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ։ Նույնիսկ խաղաղության պայմանագիրը կնքվելուց հետո էլ երբևէ չպետք է թուլացնել զգոնությունը, քանի որ աշխարհում չկա որևէ մի խաղաղության պայմանագիր, որը 100% կբացառի հետագա պատերազմները եւ 100% կերաշխավորի իրական խաղաղություն։ Աշխարհում բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել, այնուհետև այդ նույն փաստաթղթերը համարվել են անվավեր։ Ինչ վերաբերում է մեր ներքին խնդիրներին, հատկապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ գրողներին, ապա ձեր ուշադրությունը կցանկանայի սևեռել մի հանգամանքի վրա։ Տարբեր ՔՊԱ-ականներ տարբեր իրենց հարցազրույցների, ճեպազրույցների ժամանակ մի մարդու պես կրկնում են նույն բանը, որ Նիկոլ Փաշինյանը չէ, որ ՔՊ-ում միանձնյա որոշում է ամեն ինչ, քանի որ ըստ նրանց ՔՊ-ն դա ժողովրդավարական մի կուսակցություն է, որում ամեն ինչ ընդունվում է կոլեգիալ քննարկումների արդյունքում ընդհանուր որոշման պարագայում։ Սակայն այդ ամենը խոսքեր են, հարգելի հետևորդներ։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ՔՊ որպես այդպիսին քաղաքական միավոր գոյություն չունի։ Կա մի մարդկային բազմություն, որը պարզապես հլու հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Նիկոլ Փաշինյանն է որոշում նաև նրանց բարեվարկությունը։ Հիշենք, օրինակ, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս իրենք չեն հայհոյելու։ Դա խիստ անհեթեթ ու վիրավորական է ինքնասիրություն ունեցող մարդու համար։ Այսինքն, հասուն մարդը ինքը չունի այն գիտակցությունը, որ չի կարելի հայհոյել եւ սպասում է որևէ մեկի հրահանգի, որը նրան կկարգադրի, որ այսուհետ դու սկսելու ես հայհոյել, իսկ այսօրվանից վերջ այլևս չես հայհոյելու։ Ինչպես գիտեք, հարգելի հետևորդներ, սովորաբար բարեվարկությունը գալիս է ընտանիքներից։ Երեխաներին առաջին դաստիարակողները լինում են ծնողները։ Եվ պատկերացրեք, որքան վիրավորական կլինի շատ ծնողների համար, երբ տեսնեն, որ իրենց որդու բարեվարկության ուսուցումը հանգուցալուծվեց ընդամենը մեկ հրամանով։ Նիկոլ Փաշինյանը հրամայեց, որ այլևս չի կարելի հայհոյել։ Սակայն մի կողմ թողնենք դա, անդրադառնանք հենց հայ առաքելական եկեղեցուն։ Տարբեր ՔՊԱ-ականներ կուրծք էին ծեծում, որ իրենք բարեպաշտ քրիստոնյաներ են, բարեպաշտ հավատացյալներ եւ ամեն կիրակի պատարակի գնալը իրենց սուրբ պարտականությունն է։ Սակայն պետք էր ընդամենը մի կիրակի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չլինի եւ մենք ոչ մի ՔՊԱ-ական Աստծո խորանի առջև չտեսանք։ ՔՊԱ-ականները մոռացան Աստծուն, մոռացան իրենց պատարակները եւ ստացվում է, որ ՔՊԱ-ականների համար չկա Աստված առանց Նիկոլ Փաշինյանի։ Այս ամենը ցույց է տալիս, որ հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը իրականում բացառապես քաղաքական գործընթաց է։ Կուսակրոնության խախտում, եկեղեցիների մաքրագործում եւ այլն, այդ բոլորը
պատրվակներ են ու տափակաբանություններ։ Այդ գրողը ամբողջովին քաղաքական գործընթաց է։ Եթե չլիներ քաղաքական գործընթաց, կապ չէր ունենա Նիկոլ Փաշինյանը Հայաստանում է թե ոչ, Նիկոլ Փաշինյանը մասնակցում է պատարագի թե ոչ։ ՔՊԱ-ականները իրենք կգնային պատարագի որպես բարեպաշտ քրիստոնյաներ, որպես հայ առաքելական եկեղեցու իրական հավատացյալներ։ Ավելին, մենք այս կիրակի չտեսանք ոչ միայն ՔՊԱ-ականներին, այլև այն 10 տիրադավ եպիսկոպոսներին։ Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը, այդ մասին բազմից ենք խոսել։ Դա ունի թե արտաքին ու թե ներքին ազդակներ։ Արտաքին թիրախը բնականաբար թուրք-ադրբեջանական տանդեմն է, որին Նիկոլ Փաշինյանը ուզում է բավարարել բոլոր միջոցներով։ Իսկ ներքինը հայ առաքելական եկեղեցուն զրկելն է հոգևորից, բացառիկությունից, հեղինակազրկել նրան որպես արժեհամակարգերի կրող, որպես մեր ազգային արժեքային համակարգի հենասյուն, որպես պատմական հիշողության կրող եւ վերածել պարզապես մի աշխարհիկ կառույցի։ Դրանով Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այն քարը, որը կանգնած է իդեմս հայ առաքելական եկեղեցու իր իրական գաղափարախոսության ներողություն իր իրական Հայաստան գաղափարախոսության կերտման ճանապարհին դրանով կվերածվի։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։